Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 27-ի համար, օրը երեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 27-ին։ Փոփոխություն ձեր կյանքում կամ տեղափոխություն, հղիություն, ծննդաբերություն, հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է, կարող վիճել այս տղամարդու հետ, կամ ինչ-որ բաներ եք մաքրում, կարող տեղափոխվում եք այստեղ, ինչ-որ բաներ եք մաքրում և այդ տղան ձեզ օգնում է, և այդ օրը ինչ անեք հաջողությամբ կավարտվի, յուրաքանչյուր գործ, ինչը որ փորձեք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին, նաև եզերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 27-ին։ Ուժ կունենաք, ինչ-որ մարդիկ նաև ձեզ կարող են օգնել, հնարավոր է հեղինակավոր մարդ է, ով որ ձեզ օգնում է։ Այդ օրը նաև ուշադիր եղեք, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչներին, որտեղ կարող են գումար գրել ձեզ վրա։ Նաև գումար մարդիկ կծախսեն, գումար կստանաք, ոմանք այստեղ երեխաների հետ կապված արարողություն ունեք, որտեղ որ պետք է մասնակցեք, և ոմանք նաև կարող է սկսեն բիզնես բացել և աշխատել, նաև նոր կյանք սկսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 27-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, նա որ է ձեր աղջիկն է, ձեր թոռներն են գալիս, տեսնենք ով է այս աղջիկը։ Իր հետ կարող եք ամուսնանալ, եթե տղա եք նայում, հնարավոր է նաև ամուսնանում է այս աղջիկը, կարող դուք ամուսնության առաջարկ անել այդ աղջկան, նաև կարող գալ ասել, որ ամուսնության առաջարկ են արել կամ ձեզ հրավիրի իր հարսանիքին։ Նաև այդ օր նոր կյանք կամ ամուսնանում է, չնայած դժվար, համենայն դեպս կարող է շաբաթ է ամուսնանում։ Նաև այստեղ ոմանք երեխաների հետ կապված իրադարձություններ ունեն, նաև բիզնես կարող եք բացել, նոր կյանք կարող եք սկսել, այստեղ ինչ-որ մի բան հիմնովին կարող եք ջնջել ձեր կյանքից և նոր կյանք սկսել։ Ոմանք կարող են վիրահատություն անել այդ օրը կամ վիրահատությամբ ծննդաբերել, նաև դա կարող է լինել վեճ ինչ-որ մեկի հետ, ում որ ձեր կյանքից կարող եք հեռացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին, ճագարներին։ Ինչ է սպասվում ճագարներին մայիսի 27-ին։ Լավ շրջապատում կլինեք այդ օրը տարբեր մարդկանց հետ, ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք ձեր տնօրինության հետ, ձեր ղեկավարության հետ, նաև կարող եք մաքրել ձեր շրջապատը ինչ-որ մի բանի համար, կարող է տարածք է և այլն վերցել եք և ուզում եք մաքրել։ Եվ հանդիպում շփում որևիցե կնոջ հետ։ Այս կնոջը կամ հասարակական գործիչը, որ կարող դրսում հանդիպել հեղինակավոր մարդ է, կամ նաև իր առիթն է, որ կարող է ձեզ հրավիրել կամ պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 27-ին։ Ձեր ցանկությունների իրականացում, նաև ինչ-որ տեղեկատվություն կարող եք լսել հեռվում գտնվող ձեր հարազատներից, նաև այդ օրը խաբեբաներ կան, կամ դուք պետք է մի քիչ աշխույժ լինեք, մի քիչ շուստրի լինեք, ավելի շատ դուք այստեղ նաև ուշադիր եղեք նաև գումարի հետ կապված, կարող ձեր տնօրենն է այդպիսին և չի ուզում գումար տալ, նաև այստեղ վարկը, եթե ձևակերպում եք, ևս ուշադիր եղեք, որպեսզի խնդիրների մեջ չհայտնվեք այստեղ գումարային առումով։ Միգուցե ինչ-որ տոկոսային բաներ կան, որոնք ուշադրություն չեք դարձնում և հետո զգում եք, որ ինչ-որ խաբեություն կար դրա մեջ։ Նաև ուղղակի գումարի հետ կապված կարող են ուզենալ վերցնել ձեզանից գումար պարտքով և դե կգրեք հետո սառույցին։ Ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք գնան պետական հիմնարկություն, այնտեղ ուսումնական հաստատություն, բժշկական հաստատություն և այլն։ Նաև կարիերայի բարձրացում այստեղ։ Շատ աշխատանք ունենաք և նաև կարիերայի փոփոխություն։ Համար կարող է նախանձ մարդիկ էլ ավելանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 27-ին։
ծանր օր է, մի քիչ դժվար օր է, ծանրաբեռնված կարող եք լինել։ Ոմանք նաև ուսման հետ դա կարող է կապված լինել, քննություններ եւ այլն, ոմանք ուղակի այստեղ կարող է գաղտնիք է բացահայտվում եւ այլն, որոնք փոքր ձեզ համար ծանր են ընդունելը։ Նաև այստեղ կարող է ուղղակի այդ օր ընդունվեք ինչ-որ միտեղ, թեկուզ կուրսերի եւ այնտեղ սովորեք։ Եվ նաև որոշ ոլորտ ձեզ մոտ կկայանանա։ Ինչ-որ մի բան ձեզ մոտ կփոխվի եւ կայունություն կմտնի ոչ թե ոլորտի մեջ։ Նաև սա ինչ-որ մի բան կարող է կանգնած է, ոնց որ մարդը նստած է ինչ-որ եւ պարապում է անընդհատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 27-ին։ Երեխաների հետ կապված ոչ թե իրադարձություններ կլինեն, հնարավոր է առիթ է, նաև ծննդաբերություն, հղիություն, նաև նոր կյանք եւ նոր բիզնես կարող սկսել։ Ոմանք սիրո խոստովանություն կստանան, կանեն, ձեզ սիրված կզգաք, նաև ձեզ շրջապատի մարդիկ ձեզ հետ կարող են շատ լավ վերաբերվել այդ օրը եւ այստեղ ինչ-որ մի բան եք կորցնում։ Ինչ-որ մի բան կարող է գնալ ձեր կյանքից, ինչ-որ մի բան կորցնակ։ Այստեղ մանր-մունր խնդիրներ ճանապարհին, տեղափոխության ժամանակ, հնարավոր է դա չկա մեքենա, որպեսզի տեղափոխվեք, ինչ-որ մի բան է, որ խանգարում է տեղափոխությանը։ Նաև առաջ խաղացմանը, եթե այստեղ ուզում եք բիզնես բացել, ապա այստեղ օրվա ընթացքում հնարավոր է մի փոքր խնդիրներ առաջանան առաջ գնալու հետ կապված։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 27-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, չգիտեմ այս տղամարդն է այդպես խորամանկ, թե սկինն է խորամանկ, մի քիչ ֆիգուրներ են ձեզ մոտ, դրանք ով է այս տղամարդը։ Սիրելի է կամ հարազատ է, տան անդամ է, ձեր սիրելին է, ձեր երկրորդ կեսը կամ կարող սիրահարվել նաև։ Եվ այստեղ կամ ինքը կարող է լինել խորամանկ եւ մոտենալ ձեզ, կամ դուք կարող սիրային առումով է այստեղ խորամանկությունը։ Յուրաքանչյուր բան կամ դուք պետք է այդպես խորամանկ լինեք իր հետ ծանոթանալու համար կամ ինքը։ Եվ այդ օրը նաև աղջիկա հետ եք շփվելու։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Կարող եք վիճել այդ աղջիկա հետ։ Վիճել եւ հանել ձեր կյանքից կամ ձեր աղջիկն է, ձեր թոռն է եւ նոր կյանք է սկսում, ինչ որ մի բաներ հանել է իր կյանքից եւ նորովի սկսում է ապրել, զրոյից սկսում է ապրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 27-ին։ Ոմանք երեխաների հետ կապված իրադարձություններ ունեն, ոչ առիթ ունեք, երեխաների հետ կապված հղիություն, ծննդաբերություն, նաև սա նոր կյանքի սկիզբ է, նոր բիզնես ոմանք կարող են բացել եւ ընտրության առջև եք կանգնած լինելու այդ օրը։ Ոմանք լուրջ ընտրություն է, ոմանք թեթև ինչ-որ անգամ հագուստի հետ կապված։ Եվ այդ օրը հանդիպում շփում որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է այս կինը։ Սիրելի է, տղամարդկանց համար ձեր երկրորդ կեսն է, կանանց համար սա կամ ձեր մայրն է, կամ ինչ-որ մի կին է, ով որ ձեզ համար շատ հարազատ է, ով որ դուք եք իրեն շատ սիրում, նույնն էլ ինքն է ձեզ շատ սիրում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղներին։ Ինչ է սպասվում աքաղներին մայիսի 27-ին։ Ընտրության առջև կարող եք կանգնած լինել այդ օրը։ Ոմանց մոտ շատ կարևոր ընտրություն է, ոմանց մոտ ուղղակի թեթև այնպես կարող եք ընտրություն, թեկուզ հագուստի մեջ։ Այդ օրը նաև շփում ոչ թե կնոջ հետ, տեսնենք ով է այս կինը։ Պետական աշխատող է, նաև ձեր շրջապատից կարող է լինել, նաև կարող է լինել ձեր տնօրենը։ Ինչ որ մեկը, ով որ ձեզանից մի փոքր ավելի վեր է։ Եվ այդ օրը ոմանք կշփվեն իրենց ընկերոջ, ընկերուհու հետ, նաև կարող է նոր ընկերներ ձեռք բերեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 27-ին։ Ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանք քննությամբ, ոմանք գաղտնիք կարող են լսել, բացահայտել, նաև կյանքի էտապ էջը փոխեն, գնան, դե ովքեր որ վերջին զանգն է, իրենց մոտ բնականաբար արդեն նոր կյանքի էտապ է սկսվում։ Նաև այդ օրը հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ կամ նոր ընկերներ կարող ձեռք բերել եւ իհարկե ուշադիր եղեք մեքենավարելուց, որպեսզի պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Նաեւ ինչ որ մարդիկ կարող են լինել ավելի հեղինակավոր, ավելի ձեզանից հզոր, հա, եւ իրենք կարող են ձեզ ինչ որ օգնության ձեռք մեկնել ձեզ, օգնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 27-ին։ Տան հետ կապված որևէ իրադարձություններ ունեք այդ օրը, հնարավոր է տեղափոխվում եք, հնարավոր է տուն եք մաքրում ու բուրկա եք սկսել եւ այլն, ինչ որ մի բան է, կամ առիթ է, կամ հյուրեր կընդունեք, ինչ որ մարդիկ կմնան ձեր տանը, դուք կգնաք, կմնաք իրենց տանը։ Նաեւ այդ օր ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք տան անդամների հետ, օրինակ, նաեւ սա հիմքից ինչ որ մի բան փոխել է, նաեւ կարող է վիրահատություն ոմանց համար։ Եվ եթե տանը գործեր ունեք այդ օր անելու, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք։ Եվ որոշ գործեր ձեզ մոտ կկայանան, կարող է տան հարցերն են, կարող է տան իրեր եք գնում եւ այդ ամեն ինչը նորմալանում է, ոնց ասած կայուն վիճակ է արդեն, ոչ մի խնդիր չունեք տան հետ կապված։ Ինչ որ մի բան այդպես կկայանա ձեզ մոտ ավելի կլավանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրը մաղթում։